Նախարարը գրեթե ամբողջությամբ ներկայացրեց կատարված աշխատանքը, ընդհանրապես ընդգծան, որ սա համայնքային շահի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունք է, պարոն վարչապետ։ Նախկին ղեկավարը Օրգով համայնքի 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հեկտար մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն, ավելին հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։ Պարոն Խուդասյանը նշեց, որ սա հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության հողատարածք է, այդ պատճառով ամրացվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Սա կատարված աշխատանքի մի մասն է, ձեր թույլտվությամբ անդրադառնամ նախորդիվ կառավարության որոշումներով դատախազության տարբեր լիազորությունների շրջանակում ամրացված գույքերին։ Մեկ շաբաթ առաջ մեկ այլ գերատեսչության շրջակա միջավայրի նախարարությանն է ամրացվել 2 հողատարածք, որոնք գտնվում են Մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում։ Ընդհանուր արժեքը, պարոն վարչապետ, 2 հողատարածքների 1.5 միլիոն ամերիկյան դոլար է։ Ինչու ենք ամրացրել շրջակա միջավայրի նախարարությանը, որովհետև անտառային նշանակության հողատարածքներ են և պետք է ծառայեն բացառապես որպես ռեկրեացիոն գոտի։ Նախարարության հետ քննարկումների արդյունքում այս փուլում հանգել ենք եզրահանգման, որ որևէ շինարարություն տարածքում չի իրականացվելու և տարածքն օգտագործվելու է որպես անտառային նշանակության օգտագործելու համար։ Սա ևս պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում վերադարձված գույք է։ Նշեմ, որ 2005 թվականի մայիսի 2-ին և 2005 թվականի հունիսի 30-ին կնքվել էին առուվաճառքի պայմանագրեր Երևանի նախկին քաղաքապետի և ֆիզիկական անձանց միջև։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է պետական շահերի պաշտպանության 2 հայցերը և անվավեր էր ճանաչել առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքները։ Այդ գույքերը, ինչպես նշեցի, անցյալ շաբաթ ամրացվել են շրջակա միջավայրի նախարարությանը։ Նաև, պարոն վարչապետ, առաջիկայում կառավարության նիստով կներկայացվի և լիազոր մարմնին կամրացվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.3 հեկտար մակերեսով հողամասը։ Նշեմ, որ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր մեր գլխավոր դատախազության հայցը ընդդեմ Սամվել Մայրապետյանի և հայցով մենք պահանջել էինք անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ։ Դատարանը բավարարել է մեր հայցը, վճիռը մտել է օրինական ուժի մեջ, առաջիկայում ըստ նպատակային նշանակության գույքը կամրացվի լիազոր մարմնին կառավարության։ Պարոն վարչապետ, ես կարող եմ շատ խոսել հայցերից, ուղղակի չեմ ուզում չարաշահել ժամանակը, նշեմ, որ մենք պարբերաբար այս հայցերի մասին հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով, նաև տեղեկացնում ենք կառավարության մեր գործընկերներին, որ նման գույքեր կան վերադարձված և գույքերը անհրաժեշտ է ըստ իրենց նպատակային նշանակության կիրառել։ Ձեր թույլտվությամբ անդրադառնամ նաև վերջին 2 ամիսների ընթացքում մի շարք համայնքներում համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում վերադարձված գույքերին, Իջևան և Դիլիջան համայնքներին վերադարձվել են մանկապարտեզների տարածքներ, մասնավորապես Տավուշի մարզի դատախազությունը կրկին պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել էր Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշտարակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող 198.45 քառակուսի մետր մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը։ Նշեմ, որ շատ հաճախ մեր ուսումնասիրությունների հիմքը, ինչպես ենք մենք իմանում այս կամ այն համայնքային նշանակության գույքը մասնավոր անձանց պատկանելու մասին, դա քաղաքացիների դիմումներն ու հաղորդումներն են, որոնք մենք ստանում ենք տարբեր եղանակներով, ինչպես սոցիալական կայքերի միջոցով, այնպես էլ գրավոր փաստաթղթերով։ Ուսումնասիրության արդյունքում, պարոն վարչապետ, նույն սխեման էր վերհանվել 2017 թվականի փետրվարի 27-ին Խաշտարակ գյուղական համայնքը իդեմս համայնքի ղեկավարի կնքել էր անշարժ գույքի վարձակալության պայմանագիր։ Մեզ շատ հետաքրքրել էր պայմանագրի արժեքը, տարեկան 165,000 դրամ վարձավճար, երբ մենք բաժանեցինք ամիսների, դա մոտավորապես 13,750 դրամ էր կազմում ամսական և 25 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել մանկապարտեզի մասնաշենքը։ Նաև նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրի հետևանքով փաստորեն վարձակալության հանձնված անշարժ գույքը չէր ներառվել 23 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին։ Արդյունքում մանկապարտեզը հիմնանորոգվել էր կիսատ։
Իջևան համայնքի Խաշթռակ բնակավայրի մանկապարտեզի այս խնդրի վերաբերյալ գրությամբ տեղեկացվել է համայնքի ղեկավարը, այս պահին անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծված է եւ մենք նաեւ համայնքին տեղեկացրել ենք, որ անհրաժեշտ է հետագա հիմնանորոգման աշխատանքներում ներառել նաեւ այդ տարածքը։ Նշեմ, որ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը մանկապարտեզի 44 միլիոն 121 հազար դրամ է։ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891.1 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի մասնաշենքին, պարոն վարչապետ, դուք կառավարության նիստերից մեկին անդրադարձել եք, չեմ կրկնի, այնինչ կառավարության նիստում արդեն հնչել է, մենք կհավելեմ, որ մանկապարտեզն արժե մոտավորապես 85 միլիոն 935 հազար դրամ, դա կրկին շուկայականին մոտարկված կադաստրային արժեքներ։ Վերջին 2 ամիսների ընթացքում, պարոն վարչապետ, նաև համայնքային շահի պաշտպանության գործառույթի շրջանակում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին սեփականության իրավունքով վերականգնվել է նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող շուրջ $321,000 շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6.5 հեկտար մակերեսով մարզադաշտը։ Ըստ էության իրավական բոլոր նրբություններն արդեն լուծված են եւ մայիսի 12-ից այս մակերեսով մարզադաշտը գտնվում է համայնքի սեփականության ներքո, այդ մասին տեղեկացվել են ինչպես գործընկերները, այնպես էլ հանրությունը։ Կրկին սա համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում մեր իրականացված աշխատանքի մի մասն է, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան, այո, դուք ճիշտ նշեցիք, որ մասնավորապես Դիլիջանի մանկապարտեզին ես կառավարության նախորդ նիստերից մեկում անդրադարձել էի, եւ ընդ որում անդրադառնալիս ես այսպիսի մի ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված այդ մանկապարտեզի հարցը եւ պատմությունը, դե մտածելով կառավարության նիստա, դե հիմա ինչ կարիք կա կոնկրետ ասել։ Եվ հետո այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ, այդ ընթացքում դրանից ինչքան առաջ, ինչքան հետո տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թուրու թվանքը առած ընկելա ինչ որ գրառումներ անում, սրա հետ կապված չէ, ոչ ասելու մանկապարտեզները ձեռից առան, եւ այդ պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջն է, կնոջ հետ կապված էր այս պատմությունը, եւ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Ու ես հիմա հասկանում եմ, այս վերջերս էլ բան է, ինչ վերնագրեր են տարածում, վարչապետը չգիտեմ ինչի հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։ Այս մարդիկ ամբողջ այս հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղությունները ակտիվացել են, իրանք մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանք նման ենք։ Իրանք մի խնդիր ունեն, իրանք արդեն չեն էլ բանանում, ուզում, չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկա ստահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Իրանք հիմա ուրիշ խնդիր են դրել, իրանք վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն եվրոյով տուն է գնել։ Ասենք մերկու դաշնակ մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում, դե արի ապացուցի, որ ասում եմ, այս մարդիկ Քոչարյանա սերժական ստահակ զանգված էլ չել փորձում ապացուցի, որ իրանք բան են։ Եվ մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք։ Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Թողնան դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Լավ, ամեն ինչին չափ կա, սահման կա։ Ամեն ինչին չափ կա, սահման կա։ Վարչապետը վիլա է առեբանում,
Իրանք էլ չեն ժխտում, որ բանում Հունաստանում կղզի ունեն։ Իրանք այլևս չեն կարող պաշտպանվեն, որ իրանք թալանչիկ կաշառակեր են։ Իրանք ուզում են ցույց տան, որ դե իրանք էլ են, իբր մենք էլ ենք թալանչիկ կաշառակեր, չեք հասնի այդ նպատակին, որովհետև ամեն մի անհեթեթության հետևից գնան, եւ իմիջիայլոց այս անկանոն շարժումներն էլ կապված են այս գույքի բռնագանձման, այս համակարգերի, իմիջիայլոց համայնքային շահի պաշտպանության այս օրենքը ընդունվել է 2021 թե 22 թվական։ 2023 թվականի ապրիլին, պարոն։ 23-ին ժամանակն է։ 23։ Հա, ու որովհետև մենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, այսինքն մի քանի համակարգեր ստեղծել, մենք էլ նկատեցինք, որ մի րոպե ժողովուրդ ջան, մի հատ հսկայական շերտ դուրս ամանում, եւ այդ շերտն է նա, որ համայնքները կղզիացած, այսինքն ըստ էության վերահսկողության մեխանիզմների բացակայության պայմաններում, իրանք ինչ ասես սեփական բادرանով ով պետք է զբաղվի։ Եվ այո, ելի մեծ դիմադրության պայմաններում համայնքային շահի այս գործառույթը վերապահեցինք դատախազության։ Այն ժամանակ էլ էր ասում, վայ, բռնապետական համակարգ ենք սարքում, եւ այլն, ուր այդ բռնապետական համակարգը։ Ուր այդ բռնապետական համակարգը, ընդ որում միջազգային բոլոր բաներով, ռեսուրսներով Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկրների ցանկում է, շարքում է եւ ամրապնդում է տեղը, շատ կարեւոր է։ Եվ ահա այս ամեն ինչը կապված է ուղիղ սրա հետ, որովհետև երբ որ մարդկանց ձեռից սկսում ես գույք բան անել, գույք վերցնել, ապօրինի թալանված գույքը հետ վերցնել, եւ մարդիկ զգում են, որ մոտենում է, ինչ պետք է անեն։ Պետք է փորձեն, ցույց տալ, որ դե իբր մենք էս վերցնում ենք մեզ, Դիլիջանի մանկապարտեզը վերադարձրին, այո, ճիշտ է, բայց այնուամենայնիվ այն հենակետային քոլեջները, հանրապետության հենակետային քոլեջների մի մասը վարչապետը նվիրեց դստերը, երկրորդ մասը երկրորդ դստերը, երրորդ մասը երրորդ դստերը, չորրորդ մասը ընդհանրապես բաները, համալսարանները որդուն է նվիրել, բաները, մարզադաշտերը եւ մարզադպրոցները, ասենք, չգիտեմ, ելում եւ այդպես շարունակ։ Բայց մենք շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են, ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում։ Ու դրանից անկանոն շարժումներ եւ անկանոն գորգորոսներով լցրել են Հայաստանի Հանրապետությունը։ Համեցեք տիկին Վարդան։ Ձեր թույլտվությամբ, պարոն վարչապետ, ուղղակի հստակեցնեմ, Դիլիջանի մանկապարտեզը, այո, 19 տարի շարունակ չի բարեկարգվել եւ պատկանել է առաջինը երեխաներին հասարակական բարեգործական կազմակերպությանը, հիմնադրամին, որը ճիշտ է պատկանել է նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի տիկնոջը, տիկին Նանի Օսկանյանին եւ ըստ էության քրեական վարույթի շրջանակներում է, որ հաշտության արդյունքում համայնքի հետ 19 տարի շարունակ ուղղակի դատարկ կանգնած շենքը վերադարձվեց համայնքին եւ մենք նաեւ ճշտել ենք արդեն մեր գործընկերներից, որ ներառված է սուբվենցիոն ծրագրում եւ առաջիկայում նույնիսկ ներկայացված է կառավարության հաստատմանը, որպեսզի մանկապարտեզը վերանորոգվի, հիմնանորոգվի ըստ էության եւ մեր հաշվարկներով մոտ 120 երեխա դուրսեր մնացել նախադպրոցական կրթությունից հենց այս մասնաշենքը ժամանակին շահագործման չհանձնելու արդյունքում։ Ձեր թույլտվությամբ ուղղակի շարունակականություն ընդգծելու եւս մի եւ ուղղությունների եւս մեկի մասին խոսեմ, դա վերականգնված միջոցների միասնական հաշիվն է 2 տարի շարունակ աշխատանքի արդյունքում, պարոն վարչապետ, 2024 թվականի դեկտեմբերի 5-ին կառավարության նիստը հաստատեց վերականգնված միջոցների միասնական հաշվի գոյության փաստը եւ նշեմ, որ մինչ այսօր առավոտյան 9:30 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար
դրամ գումար է արդեն մուտք արվել հաշվին, որը օգտագործվել է ֆինանսների նախարարության կողմից, դա եթե վերածենք ամերիկյան դոլարների, մոտավորապես 44 միլիոն 177 հազար ամերիկյան դոլար է։ Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել ֆինանսների նախարարությանը եւ կարճ անդրադառնամ նաեւ ապօրինի ցակում ունեցող գույքի բռնագանձմանը, պարոն վարչապետ վերջերս շատ քննարկեցին ու շատ շահարկեցին, որ այ հեսա բոլոր հայցերը հերթով կհրաժարվեք այդ հայցերը բոլորը հետ կվերցնեք, ներողություն կխնդրեք, ել չգիտեմ ինչ կանեք։ Ուղղակի ուզում եի նշել, որ այս պահին 152 հայցադիմում ունենք դատարանում եւ 5 հայցադիմումների վերաբերյալ ունենք կայացված դատական ակտեր, բայց դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել, այդ դատական ակտերի մի մասի հետ մենք համաձայն չենք բողոքարկել ենք, մի մասի հետ պատասխանողները համաձայն չեն բողոքարկել են, բայց process-ը բնականon հունով շարունակվում է, ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դրամ է։ Նաև հիշեցնեմ, որ այս գործառույթի շրջանակներում 2023-24 թվականների ընթացքում 8 հաշտության համաձայնություն է կնքվել, որոնցով Հայաստանի Հանրապետությանը արդեն վերադարձվել է եւ ամրացվել է Հայաստանի Հանրապետությանը 7 անշարժ 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ 815 միլիոն 200 հազար դրամ է մուտքագրվել վերականգնված միջոցների միասնական հաշվին եւ 50.720 եվրո միայն այս լիազորության ուղղությամբ, պարոն վարչապետ, նշեմ, որ անշարժ գույքերի շուկայական արժեքը կրկին կադաստրային մոտարկված շուկայական արժեքը 4 միլիարդ 200 միլիոն դրամ է։ Նաև մեկ օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել մեկ բնակարանի եւ մեկ առանձնատան նկատմամբ 2025 թվականի ապրիլի 10-ին կառավարության որոշմամբ այս երկու գույքերը ամրացվել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Գործընթացն ընթացքի մեջ է, շարունակական քայլերով շարժվում է առաջ, ապօրինի գույքի մասով միայն նշեմ, որ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո դատական պրակտիկան որոշակի իհարկե հստակեցումների ենթարկվում է, արդեն գործընթացն ընթացքի մեջ է եւ կոնկրետ հայցերով լինում են իրավիճակներ, երբ մենք վերահաշվարկներ ենք անում կամ նոր հիմքերով ուսումնասիրություններ ենք կատարած լինում եւ նոր հայցեր ենք ներկայացնում դատարան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան, բայց ես այնուամենայնիվ հասկանում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը նախ շատ կարևոր էր արձանագրելու, որ համակարգը սահմանադրական է, բայց այնուամենայնիվ այնտեղ կարգավորումներ բերվեցին, որը կարծում եմ տրամաբանական է, որ եթե խոսում ենք ապօրինի գույքի մասին, պետքա որոշակի կապ լինի պաշտոնավարման եւ պետական պաշտոնի կոնկրետ ժամկետների եւ այլնի հետ եւ ես ինչքան հասկանում եմ, որոշ դեպքեր կլինի, որ ինչ որ հայցերից պետք կլինի հրաժարվել, հետագայում այլ վերահաշվարկների եւ այլնի առումով, այդտեղ էլ մեծ խնդիր չկա, որովհետեւ դա իրավական գործընթաց է եւ ընդհանուրի մեջ էական տոկոս չի լինի, ել չեմ ասում այդ նոր կարգավորումը չի խոչընդոտ դառնա արդեն Սահմանադրական դատարանի սահմանած շրջանակում վերադառնալ այդ հարցին եւ արդեն պաշտոնավարման հետ ուղիղ կապի ապացուցելիության պարագայում այդ նույն հարցերին անդրադառնալ։ Այսինքն շատ կարևոր է, որ համակարգը ըստ էության Սահմանադրական դատարանի որոշմամբ վերջնականապես կայացավ։ Եվ մենք գիտենք նաև, որ ինչ որ առումով դատարանները որոշակի սպասողականություն էլ ունեին կապված Սահմանադրական դատարանի որոշման հետ, որովհետև դա էլ հասկանալի է, հիմա ասենք դատավորները չէին ուզենա կայացնել որոշումներ, որոնք կարող էին Սահմանադրական դատարանի որոշմամբ ըստ էության հակադրության մեջ մտնել, եւ հիմա համոզված եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը արդեն ավելի հստակ եւ անառարկելի պրակտիկա կձևավորի եւ դատախազության եւ դատարանների համար ավելի հեշտ կլինի կանխատեսելի հանրության համար կանխատեսելի միջավայրում աշխատել, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Շնորհակալ եմ, ճիշտ եք, պարոն վարչապետ, ես կանխատեսելի բառն էի ուզում ավելացնել, դուք խոսքի վերջում նշեցիք, սա կանխատեսելիության կարևոր ուղենիշ է մեզ համար, այո, կան հայցեր, որոնցից դատախազությունը հրաժարվել է, բայց այդ հայցերը կապված են եղել Սահմանադրական դատարանի որոշմամբ հստակեցված կարգավորումներով եւ օրինակ կապված չեն եղել ձեր կողմից նշված պաշտոնավարման հետ կամ օրինակ ընդհանրապես հանցագործության հետ կապված չեն եղել, դրանք շատ փոքր տոկոս են կազմում
որովհետև ի սկզբանե էլ որոշակի տրամաբանություն է եղել հանցագործության հետ չփոխկապակցված հայցեր չներկայացնելու, նաև գիտեք, որ օպերատիվ հետախուզական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունն է հիմք, որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքը սկսի ուսումնասիրություն իրականացնել, այս առումով նույն process-ը անցել ենք նաև համայնքային շահերի հետ կապված, ուղղակի այնտեղ Վճռաբեկ դատարանը խաղի կանոնները սահմանեց, պարոն վարչապետ, դրանից հետո մենք համայնքային շահով սկսեցինք ավելի հստակ եւ դատարանների կողմից կանխատեսելի եւ ընդունելի հայցեր ներկայացնել, նույն process-ը այստեղ է հենց հիմա տեղի ունենում եւ այսա նորմալ աշխատանքային գործընթաց է։ Ես նշեցի, որ մենք էլ կա վճիռներ, որոնց հետ համաձայն չենք ու բողոքարկում ենք։ Կան գործեր, որոնցով եւ մենք եւ պատասխանող կողմը, օրինակ Վճռաբեկ բողոք է ներկայացրել, որովհետեւ մենք մեր մասով, նրանք իրենց մասով համաձայն չեն դատարանի կողմից ներկայացված դիրքորոշումների հետ։ Նաեւ մենք որոշ դեպքերում ակնկալում ենք, որ բարձր դատարանը, տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը եւս կսահմանի իրավական որոշակիության շրջանակներ, որպեսզի մենք հետագայում Հայաստանի Հանրապետության համար խնդիրներ չստեղծենք սեփականության իրավունքի մասով։ Շնորհակալ եմ։ Համեցեք, պարոն։ Պարոն վարչապետ, ես ուզում եմ այնուամենայնիվ եւս մեկ անգամ այս սուր տեղեկատվությանը մենք անդրադառնանք, որովհետև ստացվում է, որ Վարդան Օսկանյանի կինը բարեգործական կազմակերպություն է հիմնադրում եւ այդ բարեգործական կազմակերպության իրականացած ճակերտավոր բարեգործության արդյունքում տարեկան 120 երեխա, եթե անգամ ամեն երեխա միջինը 2 տարի գնա մանկապարտեզ, ապա ստացվում է 1200 դիլիջանցի երեխա 20 տարի զրկվել է մանկապարտեզ գնալու իրավունքից։ Այսինքն Վարդան Օսկանյանի եւ իր տիկնոջ բարեգործության արդյունքում 1200 դիլիջանցի երեխա ընդհանրապես 20 տարվա ընթացքում չի գնացել մանկապարտեզ։ Այս մարդկանց բարոյական նկարագիրը եւ իրենց իրականացրած բարեգործությունների շրջանակը, որից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչեւ կոկորտը կուշտ են։ Համաձայն եմ, պարոն Պապոյան, բայց հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել մի այսպիսի հանգամանքի վրա, որովհետև այո, այն որ մենք այսպես շեշտադրումներ ենք անում, այն որ մեզ այսպիսի շեշտադրումներ ենք անում, իհարկե դա որոշակի առումով ունի էմոցիոնալ կոմպոնենտ, որոշակի առումով ունի քաղաքական կոմպոնենտ, բայց ուզում եմ ասել, որ որոշակի առումով ունի նաև բարոյական կոմպոնենտ։ Ո՞րն է այդ բարոյական կոմպոնենտը։ Բարոյական կոմպոնենտը այն է, ինչը գրված է նոր կտակարանում, որը ասում է՝ մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատվես, ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Սա շատ կարևոր նրբություն է, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որովհետև այս բոլոր համակարգերը, որ մենք ներդրում ենք, այդ բոլոր համակարգերը ներդնելը միայն նրա մասին չի, որ մենք ուրիշներին դատում ենք, այլ նրա մասին է, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու։ Գոնե իմ ըմբռնում է այսպիսին է։ Ասենք մենք չենք կարա վերցնենք մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից եւ տանք մեր կնոջը լավ չի ինչու։ Եվ չեն կարող տանել մեր կանանց, մեր երեխաներին եւ այդպես շարունակ։ Որովհետեւ միշտ մեջբերում են նոր ասում են մի դատիր, որ չդատվես, վերջակետ։ Բայց այդ նախադասությունը ուրիշ է, ասում է մի դատիր, որ չդատվես, որովհետեւ ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Հիմա մենք ապօրինի գույքի բռնագանձման այդ 4 ուղղությունները, իմիջիայլոց ուզում եմ մեր դե յուրե այդտեղ 4 ուղղություն կա, համայնքային շահ, պետական շահ, ապօրինի գույք եւ քրեական գործերի շրջանակներում բռնագանձումներ, դե մենք քաղաքականապես բոլորը անունը դնում ենք ապօրինի գույք։ Կարծում եմ դա մեծ մեղք չի, որովհետեւ մենք իրավական ձևակերպումներ այս ապօրինի գույքի վերադարձի process-ը նաեւ դրա մասին է, որ ինչ դատով դատում ենք, նույն դատով էլ մեզ ենք դատելու։ Հա, չէ, դատել չի նշանակում պարտադիր, որ դատավճիռ կայացնել, դատել նշանակում է նաև վերաբերվել։ Այսինքն նույն վերաբերմունքը մեր դեպքում է լինելու, մեր դեպքում։ Ես ձեզ ավելին ասեմ, մեր իշխանության ժամանակ նման համակարգով օտարված գույք մենք վերադարձրել ենք, մենք
Համայնքային նույն համայնքային շահի պաշտպանության եւ քրեական գործի շրջանակում մեր կառավարության օրոք մեր պաշտոնյայի կողմից կայացրած որոշմամբ նմանատիպ մի գործարք մենք վերացրել ենք, կարող է դրա արդյունքում նույնիսկ այդ համայնքում, այդ թվում դրա արդյունքում այդ համայնքում ընտրությունները պարտվել ենք։ Բայց կապ չունի։ Սկզբունքը դրված է, չի կարող, մերոնք ձերոնք չկան։ Կա գույք, կա պետական գույք եւ կա օրինական գույք եւ կա ապօրինի գույք։ Կապ չունի։ Եվ այս սկզբունքային ճանապարհը մենք շարունակելու ենք եւ ուրիշ տարբերակ չկա։ Ես ուզում եմ ասեմ, այո, իհարկե քաղաքական կոմպոնենտ կա ու քաղաքական կոմպոնենտն այն չի, որ մենք ինչ որ մեկի դες թշնամացած ենք ուզում, քաղաքական կոմպոնենտն է նա, որ մենք մարդկանց առաջ ստանձնել ենք պարտավորություններ, բայց մյուս կողմից տեսեք հիմա համադրական դատարանը որոշում է կայացրել, իրավական համակարգ է ստեղծել, հա ինչ որ հայցերից դատախազությունը կհրաժարվի եւ կառավարությունն չի առարկում, որովհետեւ եթե մեր սկզբունքը լներ բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչը վերցնել, այսքան չենք չարչարվի, ժողովուրդ ջան։ Այսքան չենք չարչարվի, այսքան օրենքի նախագիծ, փոփոխություն, նոր օրենք, նոր դատարան, նոր համակարգ, համադրական դատարանի որոշում եւ այլն, եվրոպական դատարանի, հենա կգնայինք կվերցնենք, բայց 10 անգամ դրան անդրադարձել ենք։ Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք, որովհետև դա իրավակարգի եւ պետության կորուստ կլինի։ Բայց մյուս կողմից էլ մենք հետևական ենք, որովհետև այո մարդկանց առաջ ստանձնել ենք պարտավորությունը, այո ուշացումով, գուցե ուշացումով այդ համակարգը թափ է հավաքում եւ բնականաբար մեծ հակազդեցություն իմիջիայինը ինչքան գնա այդ հակազդեցությունը մեծանալու է։ Եվ այս նաև այդ հակազդեցությունից պաշտպանվելու համար է, որ մենք հասցեական թիրախային պետք է ասենք։ Ես պատահական օրինակը չբերեցի։ Այդ նույն ժամանակ ես գիտեի, չէ, բնականաբար ում անվան հետ է կապվում, բայց ես ոչ մի անուն չտվեցի մտածելով դե լավ, դե հիմա ինչ կարիք կա ամեն անգամ շեշտել, բայց սրանից հետո տեն չի լինելու։ Ամեն անգամ շեշտելու են, որովհետև այդ մեր կոռեկտության փորձը լրիվ ուրիշ ձև է օգտագործվում, լրիվ ուրիշ ձև է մեկնաբանվում։ Եվ հետևաբար ոչ միայն իրերն ենք կոչելու իրար անուններով, այլև իրերի հետ կապված մարդկանց էլ ենք կոչելու իրանց անուններով, որպեսզի որևէ տարընթերցում չմնա։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ ուղղակի դուք նշեցիք վերջին տարիներին կատարված թափ հավաքելու մասին, ես կցանկանայի ուղղակի թվերը նշել, որ ավելի ակնհայտ լինի, թե հետևողական աշխատանքի արդյունքում ինչ գործընթաց ունենք։ Մենք այս տարի իմ տարեկան հաղորդման համար 2018-24 թվականներն էինք համադրել եւ էլի թվերով չծանրաբեռնելու նպատակով ուղղակի նշեմ, որ շուրջ 46%-ը 96 միլիարդ 934 միլիոն դրամ վերադարձվել է 2023 եւ 24 թվականների ընթացքում։ Խոսքը չի գնում արգելադրված, ապագայում վերադարձվելիք, խոսքը գնում է փաստացի Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին վերադարձված գույքի եւ դրամական միջոցների մասին։ Այսինքն այս առումով թվերը գոնե ցույց են տալիս, թե ինչքան արդյունավետ, ճիշտ է երկար, բայց արդյունավետ ճանապարհ է անցել ապօրինի ծագում ունեցող գույքը հավաքական իմաստով եւ 23-24 թվականների ցուցանիշը դա ամբողջ 2018-24 թվականների ցուցանիշի համարյա կեսն է։ Համեցեք բան խոտեց։ Պարոն վարչապետ, կարծում եմ լավ առիթ է բարձրաձայնելու, որ ի կատարում են ձեր հանձնարարականի, մենք արդեն ունենք որոշում, որի մասին եւ մարզպետների աշխատակազմերը եւ համայնքները պատշաճ ծանուցվել են, ըստ որի առաջարկում ենք համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վաճառել վաճառքի համար մեկնարկային գին սահմանել շուկայական արժեքից ոչ պակաս, սա հնարավորություն կտա իրականում շուկայական արժեքին մոտ կամ դրանից ավելի բարձր գնով իրականացնել վաճառքը։ Շատ լավ։ Եվ ինչ համեցեք։ Մեծարգո վարչապետ, հարցը Տիկին Վարդապետյանին է։ Ապօրինի օտարված գույքի հանրության եւ պետության վերադարձման հետ զուգահեռ մենք կարողանում ենք նաեւ վերադարձնել այն շահույթը, եթե այդպեսին կա, որը ապօրինի օտարման շահառուները գոյացնում են գույքի շահագործման ընթացքում կամ արդյունքում։
Ապանի ցակում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում ներկայացված հայցերով միայն գույքերը չեն, նաև դրամական միջոցներն են, որը ներառում է նաև ձեր կողմից նշած շահույթը։ Շատ լավ։ Կան այլ դիտարկումներ։ Չկան։ Դե այս թեմայով կարելի է դեռ երկար խոսալ, բայց առիթներ դեռ կունենանք։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։